Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել անվտանգության խորհրդի հերթական նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության անվտանգային եւ արտաքին քաղաքականության օրակարգին առնչվող հարցեր։ Փարիզի սրտում Սենագետի երկայնքով տեղակայված Հայաստանի Էսպլանադում Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուଆ Բայրուի մասնակցությամբ տեղի ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն։ Արարողության ավարտից հետո տեղի ունեցել ավանդանկաերթը բազմաթիվ ֆրանսիացիների մասնակցությամբ։ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինն այսօր առավոտյան մեկնել է Վատիկան մասնակցելու Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողություններին, այս մասին հայտնում են Կիլիկիո կաթողիկոսարանից։ Սահմանադրական դատարանի դատավոր Վայե Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են, այս մասին հայտնում են ազգային ժողովից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման 100-օրվա առթիվ հարցազրույց է տվել Times-ին, անդրադառնալով նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Նա նշել է, որ Ղրիմը կմնա Ռուսաստանին եւ Զելենսկին դա հասկանում է։ Մադրիդի Ռեալի պորտուգալացի նախկին պաշտպան Պեպեն կանխատեսում է արել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում հաղթող թիմի վերաբերյալ, հուսով եմ Ռեալը կհաղթի, բայց դա իրագործելը շատ դժվար կլինի։ Կարծում եմ Մադրիդը կհաղթի 2-0 հաշվով, նշել է Պեպեն։